Այս երեխաները այսօր ամենևին էլ համերգի չէին масնակցում, նրանք իրենց ծնողների հետ եկել էին Մալաթիա Սեբաստիա համայնքի 8-12 ընտրատեղամաս։ 40 չենք անում մենք։ Ընտրական հանձնաժողովի նախագահը եւս ականատես է եղել, որ ընտրատեղամասի դիմաց այսպիսի վիճակ է։ Ընտրատեղամասում կանանցից մեկը նույնիսկ մեծ կոչ արեց։ Քուչիկներով մոտեցեք նկարեք, ինչ քուչիկներով։ Հանրապետական նկարեք բոլորը։ Այսօր այս ընտրատեղամաս եկած եւ քաղաքացիական պարտքը կատարող քաղաքացիները բողոքում էին նրանից, որ բավականին երկար ժամանակ կանգնած էին քվեարկելու համար։ Բաց աշխատում ձեր աշխատողը։ Դանդաղ աշխատում։ Ավելի մի հատ դիպում մարդու տվեք, կամ ցուցակները սկիզբը։ Մեր այցելած բոլոր ընտրատեղամասերին վստահված անձինք որևէ խախտման ականատես չէին եղել։ Թիվ 8 ընտրատարածքում падգամավորի թեկնածու Վահագն Խաչատրյանը եւս փաստեց, որ հիմնական ընտրախախտումները տեղի են ունենում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից դուրս փողոցներում։ Երիտասարդներ, որոնք ցուցակները ձեռքի մարդկանց ուղղորդում են, իսկ օրենքը արգելում է 50 մետր շրջաշարավով որևէ կուտակումներ թե մեքենաների, թե մարդկանց։ Վահագն Խաչատրյանի խոսքերով միայն կնքի փաստը բավարար է ընտրությունները անվավեր ճանաչելու համար։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ասում է պետքա թափահարել։ Ես էլ հիմա նոր խոսում ենք մեր խմբի հետ, ասում եմ նույնիսկ հյութի վրա է գրած, չէ՞ որ ասում են խմելուց առաջ թափահարեք։ Հələ դուք էլ այդ թանակների վրա մի հատ փորձարկեիք նոր, որան գրեիք, օգտագործելուց առաջ թափահարեք։ Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում падգամավոր են ցանկանում դառնալ 3-ը՝ Հանրապետական Կորյուն Նահապետյանը, Հայ հեղափոխական դաշնակցությունից Արթուր Եղիազարյանը եւ Վահագն Խաչատրյանը Հայկից։ Սուսաննա Պողոսյան, Սարգիս Համբարձումյան, IPV։